Ադրբեջանի տարածքով երկաթուղով հիմա էլ ռուսական հեղուկ գազ են մտադիր Հայաստան բերել։ Հայլուրին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Լարսի անցակետի փակ լինելու եւ մեր հարևան Իրանում ներքաղաքական լարվածության ֆոնին Ռուսաստանից եւ Իրանից հեղուկ գազի մատակարարումը կտրուկ նվազել է։ Ըստ էկոնոմիկայի նախարարության խոսնակի, Ադրբեջանի տարածքով են ռուսական կապույտ վառելիք բերելու, որ դեֆիցիտ չլինի։ Տնտեսագետներին ու պարզ քաղաքացիներին սակայն մեկ հարց է հետաքրքրում. իսկ ինչու է աննախադեպ թանկացել նախապես ներկրված ու պահեստավորված հեղուկ գազը 170 դրամից դառնալով 280 դրամ։ Տնտեսագետ պատգամավոր Թադևոս Ավետիսյանի խոսքով գազը մեր երկրում թանկացել է պետական կառավարման բացակայության հետևանքով։ Պետք է օբյեկտիվ նայվի, որ մասնավոր դեֆիցիտի հաշվին է այս թռիչքաձև գնաճը, իսկ որ մասնա, որ այսպես օլիգոպոլիկ կամ մրցակցային դիրքը խաթարելու, խախտելու եւ գերշահույթների մոլուցք ունենալու հաշվին է։ Եվ ես արձանագրեցի։ Արտառոց ոչինչ չկա, այսպես էր կառավարության վերջին նիստին արձագանքել հակամենաշնորհային մարմնի ղեկավար Գեգամ Գևորգյանը մեկ գիշերում հեղուկ գազի աննախադեպ թանկացմանը։ Իրենց մոնիտորինգի արդյունքները կարդում ես, կարծես թե իրենց այդ ոլորտների տնտեսվարողների, փաստաբանների գրած զեկույց լինի։ Ամեն կերպ ինչքան ուժ ունեն, հիմնավորում են, թե սա ինչքան նորմալ է եւ շատ լավ է, որ այսպիսի գնաճեր մենք ունենք։ Տնտեսագետների հաշվարկով մեր երկրում օրական 300,000 լիտր հեղուկ գազ է սպառվում։ Եթե նախկին 170 դրամով հաշվենք, մոտ 51 միլիոն դրամի գազ էր վաճառվում մեկ օրում։ Հիմա երբ 280 դրամ է 1 լիտր գազի արժեքը, գրեթե 85 միլիոն դրամի է հասնում գազի վաճառքից ստացած փողը։ Մոտ $100,000 գերշահույթ են օրական ստանում լցակայանների տերերը միասին։ Հայաստանի հպարտ քաղաքացու գրպանից է դուրս գալիս այդ փողը։ Մարդիկ հերիք չի իրենց բնակարանները ջեռուցելու եւ այլն ավելի շատ ծախսեր են վճարում, մի հատ էլ դրան գումարեք, որ տրանսպորտային միջոցների վառելիքը, ասենք պայմանական ծախսը կրկնապատկվում է։ Էական հետևանքներ է ունենում սոցիալական եւ նաեւ տնտեսական, ինչու ոչ, որովհետեւ այո, տաքսիներն էլ են այդ հեղուկ գազից օգտվում, տարբեր տրանսպորտային միջոցներ, որոնք որ տնտեսության համար լոգիստիկ խնդիր են լուծում։ Լարսի անցակետով Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող Վրաստանում, սակայն կապույտ վառելիքի գինը աննշան է բարձրացել։ 1 լարի 30 թեթրից դարձել 1 լարի 45 թեթրի։ Եթե դրամի վերածենք, մինչև Լարսի ճանապարհի փակվելը Վրաստանում հեղուկ գազը 180 դրամ էր, հիմա 198։ Հետաքրքիր է, ինչու է այդպես։ Էդգար Ղուշչյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան եւ Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։